Սահմանին կրակում են, ինչ է անում Նիկոլը։ Ճիշտ է, գնում է կրթության վերաբերյալ դասախոսության, առավոտ հեծանիվ է քշում, իր հետ ստախոսության առաջին տեղի համար մրցող Արծրունի հետ։ Դե բա դեմ ընտրություններ են, մի բան պետքա ցույց տան։ Նրանք կրակում են, սա ասում է հրամայել են, որ մերոնք չկրակեն։ Նրանք ինչ անում են, թողան են ասում է, մենք խաղաղության ենք գնում, միակողմանի, ու գնում է Նաիրի բժշկական կենտրոն բուժզննման, երևի ինքն էլ է իր անադեկվատ պահվածքից խելոռում։ Ու բնական է, որ ժողովուրդը իրեն զգում է անտեր, անօգնական վիճակում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը գնում է զինվորների հետ հանդիպման ու ասում. հրադադարը որ խախտեն, չպատասխանեք, մենք չենք կրակելու, մենք մեր տարածքները զենքով հետ չենք բերելու։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը գնում է զինվորներին ասում ցանկացած պահի պատրաստ եղեք։ Սրանք 2021 թվականից ասում են, որ Ադրբեջանը կարող է հարձակվել ու ամեն տարի ապացուցում է, որ կանխատեսումները ճիշտ են, բայց նաև ականապատ դաշտերի քարտեզներն են տալիս Ադրբեջանին։ Մեզ համար անհասկանալի տրամաբանությամբ, որ շուտ ականազերծեն ու ինչ անեն, հարձակվեն։ 2021 թվականի մայիսին թշնամին մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, մայիսին, մեկ ամիս անց հունիսին, հետո հուլիսին, հետո նոյեմբերին նրան են հանձնել ականապատ դաշտերի քարտեզները։